ջրազրկում, արևայրուք, ալերգիաներ, սննդային թունավորումներ, աղիքային վիրուսներ, ինչպես խուսափել բարդություններից, որն է առաջին օգնությունը։ Ջրի պակասով կարող ենք մի փոքր թեստ անցկացնենք, երբ որ ձեռքի մեջքի շրջանում մաշկը այսպես բռնենք եւ բաց թողնենք։ Եթե ինքը դանդաղ է վերականգնում, դա նշան է, որ մենք ունենք ջրազրկում։ Արևի դրական ու բացասական կողմերի մասին խոսենք, բժշկուհի, ինչպես արևից վերցնել միայն դրականը։ Ենթադրենք ծովափնյա հանգստում մենք կարող ենք ուլտրամանաշագագույն ճանապարհակայքների հետևանքով մարմինը սինթեզի վիտամին D, որը մեզ հետագայում կապահովի մեր սիրտ-անոթային համակարգի, մկանային, ոսկրային եւ իմունային համակարգի ամրապնդմանը։ Ինչից են այտուցվում ոտքերը ամռանը։ Եթե այտուցվածությունը երկու կողմերում է հավասար սիմետրիկ է, դա պայմանավորված է հիմնականում շոկ եղանակի հետ։ Դրա համար անհրաժեշտ է մենք մի փոքր հորիզոնական դիրք բռնենք ոտքերին, դնենք մի 15-20 րոպե հորիզոնական դիրքում, այտուցները հետ են քաշվում։ Ամռան տապին մեզ օգնության են հասնում օդորակիչները, կոնդիցիոներների ազդեցության մասին խոսենք առողջության վրա։ Ինչ բացասական կողմեր կան բժշկուհի։ Օդորակիչները ես համարում եմ, որ իրենք ոչ թե համարվում են կոմֆորտ, այլ համարվում են բժշկական ցուցումով սարքավորումներ։ Խոսենք ալերգիաների մասին, ամառային ծաղկափոշի, փոշի, միջատների խայթոցներ, ինչպես պայքարել սրանց դեմ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Ամառը հանգստի, ընկերական բացօթյա հանդիպումների, ճամփորդությունների սեզոնն է, սակայն հենց այս շրջանում են հանդիպում առողջական որոշ խնդիրներ՝ ջրազրկում, արևայրուք, ալերգիաներ, սննդային թունավորումներ, աղիքային վիրուսներ, ինչպես խուսափել բարդություններից, որն է առաջին օգնությունը։ Մեզ կասի թերապևտ Ռոզաննա Պետրոսյանը, բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Ինչպես պաշտպանել առողջությունը ամռան տապին, որոնք են այն պարզ քայլերը, որոնց պետք է հետևել։ Ամռանը ես որպես բժիշկ խորհուրդ կտամ մի քանի կանոններ, որ պետք է անպայման պահպանենք, որպեսզի մարդ հիվանդություններից զերծ մնա։ Ուրեմն առաջինը պետք է ուշադրություն դարձնենք ջրի ընդունմանը, պետք է պահպանենք ջրի բալանսը, դեհիդրատացիան։ Երկրորդը անպայման պետք է հագուստին հետևենք, դուրս գանք տանից եւ անպայման ժամը եթե ստիպված ենք 11-ից մինչեւ 5 ընկաժամանակահատվածը, որը ամենա ուլտրամանաշագագույն ճառագայթների ակտիվ սեզոնն է, այդ ժամանակ պետք է դուրս գանք բամբակյա հագուստով, որը կծածկի թե մարմինը, այո, չէ, մարմինը, այո, ճառագայթներից պաշտպանվելու համար բամբակյա լինի, անպայման արտահագուստը, պետք է օգտագործենք լայնեզր գլխարկներ, ինչպես նաև աչքերը պաշտպանենք արևապաշտպան ակնոցներից։ Չենք մոռանում արևապաշտպան քսուկների մասին։ Այո, նաև անպայման մեզ հետ մեր ուղեկիցը պիտի լինի SP ֆակտորով 30+ կամ 50+ արևապաշտպան քսուկները, որը մեզ պաշտպանում է մարմինը ուլտրամանշակագույն ճառագայթներից։ Մենք անպայման պետք է դա քսենք 2 ժամը 1, քանի որ ինքը իր ազդեցությունը կորցնում է ամեն 2 ժամը 1։ Իսկ եթե մենք գտնվում ենք ծովափնյա հանգստին կամ ունենք առատ քրտնարտադրություն, դա ավելի հաճախ պետք է քսենք, որովհետև ինքը իր արդեն ազդեցությունը կորցնում է։ Խոսեցիք ջրի կարևորության մասին, ինչպես հասկանալ, որ օրգանիզմը ունի ջրի պակաս։ Ուրեմն օրգանիզմը ունի ջրի պակաս, շատ մի քանի կանոններ կան։ Առաջինը դա ծարավի զգացողությունն է, եւ մարդ զգում է ծարավի զգացողություն, արդեն դա մեզ նշան է, որ մենք ունենք ջրի պակաս։ Մաշկի չորությունը, բերանի չորությունը, առազգականության իջեցումը, դա նույնպես ջրի պակասի նշան է։ Նաեւ ջրի պակասի նշան է մեզի գույնի փոփոխությունը։ Սովորաբար առողջ մարդու մոտ մեզի գույնը թափանցիկ է կամ բաց դեղին գույնի է, սակայն երբ որ լինում է նարնջագույն կամ մուգ գույնի, ապա դա նշան է արդեն ջրազրկման։ Այնուհետև մեծ նշանակություն ունի, երբ որ երկար ժամանակահատվածում մենք մեզ չունենք, այսինքն մոտ 6 ժամ, 8 ժամ մեզ չունենք կամ մեզի քանակը շատ քիչ է, դա էլ է խոսում ջրի պակասի մասին։ Ջրի պակասով կարող ենք մի փոքր թեստ անցկացնենք, երբ որ ձեռքի մեջքի շրջանում մաշկը այսպես բռնենք եւ բաց թողնենք։ Եթե ինքը դանդաղ է վերականգնում, դա նշան է, որ մենք ունենք ջրազրկում։ Սակայն դա մի փոքր խառնում է տարեցների մոտ, քանի որ տարեցների մոտ արդեն իսկ մաշկը չորություն ունի եւ դա դրական թեստ է տալիս, որը խառնում է մեզ արդեն ջրազրկման հետ, բայց հիմնականում երիտասարդների մոտ այդ թեստը շատ լավ դրական արդյունք է տալիս։ Կան մարդիկ, ովքեր
ջրի պակաս չեն զգում բժշկուհի, սա ինչով է պայմանավորված եւ պետք է ուշադրություն չդարձնել այս պահանջին, այդուհանդերձ պետք է ջուր խմել։ Հիմնականում ջրակարգավորման մեխանիզմները տարեցների մոտ, երեխաների մոտ շատ վատ է զարգացած, սակայն պետք չէ դրան նայել, պետք է անպայման ջուրը ունենալ, անկախ նրանից դու դրա կարիքը ունես թե չէ։ Ամռանը պարտադիր պետք է շշով ջուր ունենալ եւ նա ուզես թե չուզես խմես կոմ-կոմ, քանի որ օրգանիզմը դրա պահանջը ունի, չնայած որ քեզ չի կարողանում հասկացնի դա։ Տարեցների մոտ հիմնականում դա կարգավորվում է, որովհետև ջերմակարգավորման եւ ջրամատակարարման մեխանիզմներն են դանդաղում։ Երեխաների մոտ դա, քանի որ նյութափոխանակությունը արագ է կատարվում, դրա համար ջրազրկման մեխանիզմները չեն կարողանում հասկանալ եւ շուտ ջուր են կորցնում երեխաները։ Այդ իսկ պատճառով պետք է պարտադիր, եթե մենք ունենք մեծ երեխաներ կամ տարեց մարդիկ, անպայման իրենց հիշեցնենք ջրի մասին։ Արևի դրական ու բացասական կողմերի մասին խոսենք, բժշկուհի, ինչպես արևից վերցնել միայն դրականը։ Արևից միայն դրական այդպես չեն կարող վերցնել, որովհետև հիմնականում արևի ճառագայթները արդեն իսկ ինքը վնասակար է մեզ համար։ Սակայն կախված թե ինչ չափականակով եւ ինչ ժամանակահատվածում ենք մենք արևի ճառագայթներից օգտվում, կարող ենք մեզ ուզած դրականը ստանալ։ Առաջի դրական հատկանիշը դա վիտամին D-ի սինթեզն է, երբ մենք գտնվում ենք մինչև ժամը 11 ժամանակահատվածում դրսում, ենթադրենք ծովափնյա հանգստում, մենք կարող ենք ուլտրամանաշագագույն ճառագայթների հետևանքով մարմինը սինթեզի վիտամին D, որը մեզ հետագայում կապահովի մեր սիրտ-անոթային համակարգի, մկանային, ոսկրային եւ իմունային համակարգի ամրապնդմանը։ Այդ ժամանակ մենք կարող ենք հանգիստ գտնվել արևի ճառագայթների տակ մինչև 11-ի նկատի ունեմ ժամանակահատվածում նորմալ արևայրուք ստանանք, սակայն 11-ից 5 ընկած ժամանակահատվածում արդեն վտանգավոր է արևի ճառագայթները, պետք է մենք անպայման պաշտպանվենք, մաքսիմում մեծահասակները 15-ից 20 րոպե պետք է լինեն արևի ճառագայթների տակ, իսկ երեխաները 15 րոպեից ոչ ավել։ Լողափին արևահարվելու հավանականությունը բավականին մեծ է, բժշկուհի, մոռանում ես ժամի զգացողության մասին, ասենք թե որ ախտանշաններն են հուշում արևահարության մասին եւ ինչպես ցույց տալ առաջին օգնություն։ Արևահարությունը հիմնականում առաջանում է, երբ որ արդեն որ ասեցի 20 րոպեից ավել մենք մնում ենք արևի տակ։ Արդեն դա վնաս է, առաջանում է արևայրուք, երբ որ սկսում են մեզ մոտ գլխապտույտներ, թուլություն, քնկոտություն, սրտխփոց, սրտխառնոց, արդեն դա նշան է, որ մենք մեր ջերմակարգավորումը խախտվել է, այսինքն մենք արդեն վտանգավոր գոտում ենք գտնվում։ Եթե նման երևույթներ կան, պետք է անպայման ցուցաբերենք առաջի օգնությունը, այսինքն տուժածին պետք է տեղափոխենք ավելի զով վայր, թռչոցներ դնենք, սառը թռչոցներ աճուկներին, ծոծրակի շրջանում, այնտեղ որտեղ խոշոր անոթներն են անցնում։ Նաև կատարենք սրբիչային թաց, սրբիչի կոմպրեսներ եւ ազատենք տուժվածին սեղմող հագուստից, արձակենք կոճակները, թեթևացնենք, որպեսզի ինքը ավելի հով վիճակում լինի։ Եթե կա գիտակցություն, ապա պահպանենք ջրի համապատասխան քանակը, իսկ եթե գիտակցություն արդեն չկա, այսինքն արևահարվել է, այդ ժամանակ կողքի թեքենք եւ կանչենք շտապ օգնություն։ Այն քսուկները, որոնք սովորաբար խորհուրդ են տալիս առաջին աստիճանի արևայրուք ստացած մարդկանց, որոնք են, կարող ենք նշել տնային պայմաններում ինչ կարելի է օգտագործել։ Հիմնականում սխալ մոտեցում է, երբ որ մենք յուղ պարունակող քսուկներ ենք օգտագործում, դրանք հիմնականում էլ ավելի են վատացնում մաշկի վիճակը։ Երբ որ մենք մնում ենք արևի տակ երկար ժամանակ, վնասվում է մեր մաշկի կոլագենը եւ էլաստիկությունը եւ արդեն առաջանում են ժամանակի շուտ մաշկի ծերացում, կնճիռներ, պիգմենտացիա։ Նաև պետք է վտանգավոր են մաշկի ուռուցքային բջիջների առաջացումը երկարատև ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցության ներքո։ Կարող են առաջանալ մաշկի մելանոմա, պետք է մենք շատ ուշադիր լինենք։ Նաև պետք է զբաղվենք ինքնազնմամբ, այսինքն եթե մաշկի վրա կան որոշակի խալեր, անմեջ պետք է այդ խալերի չափսը, գույնը, մեծությունը հետևենք։ Եթե նկատենք, որպեսզի նկատենք փոփոխություն, խալերի չափսերի մեծություն, պետք է անպայման դիմել բժշկի մաշկաբանի։ Բժշկուհի, ինչու են ամռանը ոտքերի այտուցներն ավելի տարածված, ինչից են այտուցվում ոտքերը ամռանը։
Ուրեմն շոկ եղանակներին հիմնականում ոտքերի այտուցները շատ տարածված են, գոյություն ունեն այտուցվածության երկու տեսակներ՝ պաթոլոգիական եւ ֆիզիոլոգիական այտուցվածություններ։ Ֆիզիոլոգիական այտուցվածությունը դա դարձելի այտուցվածություն է, որը պայմանավորված է հիմնականում շոկ եղանակի հետ։ Ինչ է տեղի ունենում, քանի որ օրգանիզմը ինքնապաշտպանական մեխանիզմն է առաջ բերում, այդ ժամանակ օրգանիզմում ոտքերում ստորին վերջույթներում անոթների թափանցելիությունը լայնանում է եւ հեղուկը դուրս է գալիս արտաքին միջավայր հյուսվածքներ, որի շնորհիվ այտուցվածություն է առաջանում։ Եթե այտուցվածությունը երկու կողմերում է հավասար սիմետրիկ է, դա պայմանավորված է հիմնականում շոկ եղանակի հետ։ Դրա համար անհրաժեշտ է մենք մի փոքր հորիզոնական դիրք բռնենք ոտքերին, դնենք մի 15-20 րոպե հորիզոնական դիրքում, այտուցները հետ են քաշվում։ Կամ էլ եթե երեկոյան քնում ենք, առավոտյան արդեն այտուցները վերանում են։ Դա նշան է, որ կապված է եղանակի շոկ եղանակի հետ։ Իսկ պաթոլոգիական այտուցները դրանք հիմնականում ասիմետրիա է լինում, երբ որ այտուցվում է միայն մեկ ոտքը, հիմնականում դա արդեն մեզ նշան է տալիս, որ այստեղ ունենք այլ հիվանդությունների հետ գործ ունենք, ոչ թե եղանակի շոկի հետ է կապված։ Օրինակ, եթե այտուցվում է մի ոտքը, ունենում ենք դրա հետ ուղեկցող ախտանիշներ, սրտխփոց, հեվոց, շնչառության դժվարացում, մենք հասկանում ենք, որ դա ունենք սիրտանոթային հիվանդությունների հետ։ Եթե այնտեղ երիկամներում նագրուսկա է լինում եւ քրտնարտադրության ժամանակ շատ միկրոէլեմենտներ են գործնում, ինչպիսիք է նատրիումը, կալիումը, մագնեզիումը, այս ժամանակ արդեն երիկամը իրեն վրա է վերցնում ֆունկցիան եւ ջուրը պահում է օրգանիզմում, դրա հետևանքով պաթոլոգիկ նորից խնդիրների առաջ ենք ունենում, այսինքն երիկամային եւ լյարդային անբավարարության մասին է խոսում։ Իսկ եթե ունենում ենք մաշկի կարմրություն, քոր, մռմռոցի զգացում, տեղային տաքություն, դա կարող է լինել մաշկային ինֆեկցիաների մասին, կարմիր քամի դեպքում է նման երևույթներ լինում։ Ամռան տապին մեզ օգնության են հասնում օթորակիչները, կոնդիցիոներների ազդեցության մասին խոսենք առողջության վրա։ Ինչ բացասական կողմեր կան բժշկուի։ Օթորակիչները ես համարում եմ, որ իրենք ոչ թե համարվում են կոմֆորտ, այլ համարվում են բժշկական ցուցումով սարքավորումներ։ Այսինքն իրենք կանխարգելում են հիմնականում սիրտանոթային հիվանդների կանխարգելումը։ Դրա պատճառով, երբ որ ջերմակարգավորումը կարգավորվում է, այս ժամանակ արդեն զերծ են մնում սիրտանոթային հիվանդները ինֆարկտի եւ ինսուլտի առաջացումից։ Երկրորդը դրական ազդեցությունը դա ջերմաստիճանն է, ջերմաստիճանի կարգավորումը, ուղղակի պետք է մենք անպայման ուշադրություն դարձնենք արտաքին եւ ներքին ջերմաստիճանին։ Պետք է տարբերությունը լինի անպայման 5-ից 7 աստիճան։ Ենթադրենք, եթե դրսում 33 աստիճան է, պետք է անպայման ներսի ջերմաստիճանը օթորակիչի կարգավորենք մինչեւ 26-28։ Քանի որ եթե բարձր է լինում տարբերությունը արտաքին եւ ներսի ջերմաստիճանի, այդ ժամանակ օրգանիզմը ստրեսի է ենթարկվում, ընկնում է դրա հետևանքով իմունիտետը եւ բնականաբար առաջանում են որոշակի հիվանդություններ, ինչպիսիք են անգինան, տոնզիլիտը, ֆարինգիտը, տրախեիտը։ Դե դա այդ ժամանակ երբ դրսից ներս ես գալիս, հա? Այո, երբ որ կարող է լինել։ Իսկ երբ սենյակում ես, երբ որ սենյակում ես, մի քանի օթորակիչներին հիմնականում եթե մենք ճիշտ շահագործենք, ապա իրենից վնաս չկա։ Շահագործման մեխանիզմներն են։ Առաջինը պետք է անպայման մենք օդի ուղղությունը, սառը օդի հոսքի ուղղությունը պահպանենք ճիշտ ուղղությամբ։ Այսինքն ինքը պետք է չփչի մարդու մարմնին անմիջապես իրանի վրա, գլխի վրա, անկողնու կամ սեղանի մոտ, այլ ուղղությամբ պետք է ինքը ուղղվի հոսքը, անպայման ժամանակակից օթորակիչները ունեն ֆիլտրացիայի շնորհիվ մենք նաև ունենում ենք ալերգենների եւ դրսի փոշու հետ շնչառական համակարգով հիվանդություններ ունեցող հիվանդներին զերծ ենք պահում դրանից ֆիլտրացիայի շնորհիվ, այսինքն այն հիվանդները, որոնք ունեն քրոնիկ թոքային օբստրուկտիվ հիվանդություններ, ասմատիկ հիվանդների մոտ, դրանք նոպաները ավելի ուշ են լինում, այսինքն նորից ֆիլտրացիայի շնորհիվ մենք զերծ ենք պահում իրենց։ Դրա համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ մաքրել
ֆիլտրերը, ինչպես նաև տարի 1-2 անգամ փոխել անպայման։ Նաև օդորակիչները, երբ որ օգտագործում ենք, պարտադիր պետք է սենյակը օդափոխենք բնական օդափոխությունով, անընդհատ օդորակիչը միացնել պետք չէ։ Շնորհակալություն բժշկուհի օգտակար խորհուրդների համար։ Խոսենք ալերգիաների մասին, ամառային ծաղկափոշի, փոշի, միջատների խայթոցներ, ինչպես պայքարել սրանց դեմ։ Ամառը իհարկե շատ տարածված են ալերգիաները, փոշու տեսքով, միջատի խայթոցներից, տարբեր պատճառներից, պետք է նախ հանգստի կոտիները ընտրենք այնպիսի վայրերում, որպեսզի հոսող ջուր լինի, այսինքն այնտեղ ջրամբարներ չլինեն, որովհետև այնտեղ մոծակները ավելի շատ են բազմանում, բնականաբար եւ խայթոցի հավանականությունը ավելի հաճախակի է դառնում։ Խայթոցները լինում են տարբեր տեսակի եւ ալերգիաները կան թեթև, միջին եւ ծանր տիպի ալերգիաներ։ Թեթև տեսակի ալերգիաները դրանք թեթև խայթոցներն են կամ ծաղկեփոշին է։ Եթե ենթադրենք մենք ալերգենի հետ հանդիպել ենք, պետք է տուն գալուց անմիջապես քթերը լվանալ ֆիզիոլոգիական լուծույթով, հանել արտահակոստը, ցնցուղ ընդունել, որպեսզի մաքրվենք ալերգեններից։ Եթե ունենք խայթոցի տարբերակ, ամենավտանգավորը դա բերանի շուրջ կամ բերանի խոռոչի խայթոցներն են, որի ժամանակ կոկորտը սեղմվում է եւ փակվում է եւ առաջանում է, կարող է կվինկեի այտուց առաջանալ, անաֆիլակսիկ շոկ առաջանալ։ Եթե թեթև ալերգիաներ են, դրանք հակահիստամինային պրեպարատներով մի շարք դեղորայքներ կան, որոնց օգտագործումից մենք կարող ենք զերծ մնալ եւ արագ օգնություն ցուցաբերել։ Նաեւ կան տեղային քսուկներ, որոնց քսելու միջոցով մենք չենք թողնում, որ մոծակը մեզ մոտենա։ Հակամոծակային դեղորայք են, որոնք քսում ենք կամ փչում ենք եւ մոծակները չեն մոտենում մեր մարմնին։ Դրանք կարող են ձեռք բերել դեղատններից։ Այո, դեղատններից խանութներում էլ կան, վաճառվում են, մենք կարող ենք օգտագործել, որտեղ որ գտնվելու ենք 15-20 րոպե։ Այո, օգտագործում ենք, այնուհետև մենք մեզ պաշտպանված ենք զգում ավելի։ Իսկ խայթոցից հետո։ Իսկ խայթոցից հետո կարող է առաջանալ կվինկեի այտուց, անաֆիլակսիկ շոկ, դա ավելի բարդ իրավիճակ է, որը արդեն մենք տան պայմաններում չեն կարողանա օգնություն ցուցաբերել։ Եթե ձեռքի տակ ունենք ադրենալին, պետք է ադրենալինի ներարկում կատարենք եւ շտապ օգնություն հրավիրել։ Իսկ ավելի թեթև դեպքերում։ Ավելի թեթև դեպքերում հակահիստամինային պրեպարատներ, առակ թեղուկներ։ Սննդային թունավորումների մասին խոսենք բժշկուհի, ինչու են դրանք ամռանը հաճախանում։ Ամռանը շատ անում են, հաճախանում են սննդային թունավորումները, որովհետև մենք հիմնականում չենք պահպանում սննդի պահպանման ժամկետները։ Այսինքն սնունդը պետք է պահպանվի անպայման սառնարանում։ Եթե սնունդը չի պահպանվում սառնարանում, գտնվում է դրսում, ապա դա հավանականությունը ամեն 20 րոպե մեկ բակտերիաների բազմացման հավանականությունը ավելի շատանում է։ Այդ իսկ պատճառով պետք է սննդակարգերը անպայման հետևենք մեր սննդակարգերին։ Սնվենք շատ թեթև, ծանր սնունդներ պետք է չօգտագործենք, թունավորումները զուտ պահպանման եղանակների հետ է կապված, այնուհետև պետք է հիմնականում շատ հեղուկներ խմենք, թեթև սնվենք, աշխատենք զերծ մնալ վնասակար սննդակարգից, դրանցից են հիմնականում վնասակար կերակրատեսակներից են համարվում կիսապղտած երշիկները, ֆաստ ֆուդերը, այնուհետև ծանր սնունդ դժվարամարս սնունդներից են կարմիր միսը, որի համար մարսողության համակարգը ավելի նագրուսկայի տակ է աշխատում, պետք է օգտվել ավելի ջուր պարունակող սննդամթերքից, հատապտուղներից, դրանցից են ձմերուկը, Բայց ձմերուկից են թունավորումներն լինում։ Ձմերուկը պետք է հիմնականում գնել խանութներից, ոչ թե դրսում արևի տակ մնացած ձմերուկները վաճառում են, չէ, դրսում, այդտեղից պետք է չօգտվենք, նաև որովհետև այնտեղ բակտերիաները ավելի մեծ հավանականությամբ են բազմանում, վիրուսները, բակտերիաները, որը հենց առաջնակի թունավորման պատճառների պատճառ է դառնում։ Արևի ճառագայթների տակ են։ Այո։ Եվ մեծացնում են ռիսկը։ Իսկ ամռանը միշտ չուտենք բժշկուհի։ Ուտենք։ Դե նշեցիք կարմիր միս։ Չէ, կարմիր միսը դժվարամաս է, ուտենք, բայց ինքը հիմնականում պիտի սպիտակ միս ուտենք։ Կարմիր միսը դժվարամարս է։ Ինտոքսիկացիաների լինում են թեթև, միջին եւ ծանր տեսակներ, թեթև եւ միջին ձևերը հիմնականում ինքնուրույն անցնում է 1-2 օրվա ընթացքում, երբ որ պահում ենք ջրի բալանսը, առաթեղուկներ ենք օգտագործում, սակայն իր ախտանիշները ցանկանում եմ նշեմ, որպեսզի մենք հասկանանք թունավորում է թե ոչ։ Երբ որ տեղի է ունենում սրտխառնոց, փսխում,
փոլուծություն, ջերմության բարձրացում, այդ դեպքում եթե դեղորայքի ազդեցությամբ անցնում է, փոլուծությունը 1-2 օրվա ընթացքում ջրի նորմալ բալանսը պահելու ժամանակ անցնում է, այդ դեպքում մենք համարում ենք, որ ունեցել ենք թեթև ինտոքսիկացիա։ Իսկ ծանր ինտոքսիկացիաների դեպքում անկախ նրանից, թե մենք ինչքան հեղուկ ենք օգտագործում, միևնույն է, անընդհատ փսխում ենք եւ փոլուծության միջոցով հեղուկը կորցնում ենք, բնականաբար տեղի ունենում ջրազրկում եւ այդ պատճառով անհրաժեշտ է լինում պարենտերալ հիդրատացիա, այսինքն ինֆուզիոն թերապիա, որը անպայման պետք է արդեն դիմել բժշկի, որպեսզի բժշկական միջամտության միջոցով ինտոքսիկացիան վերանա։ Ինչու են շոկ եղանակին շատանում զարկերակային ճնշման տատանումները բժշկուհի եւ ինչ անել է այս դեպքում։ Շոկ եղանակին հիմնականում այո մեզ մոտ շատ պատահում են ճնշման տատանումներ, ինչպես արդեն իսկ ունեցող հիվանդների մոտ, այնպես էլ առողջ մարդկանց մոտ, դա պայմանավորված է մի շարք պատճառներից։ Առաջինը ճնշումը ընկնում է, երբ որ օրգանիզմում անոթները լայնանում են շոկի հետևանքով, այրան ծավալը պակասում է եւ դրա հետևանքով ընկնում է ճնշումը, որը բերում է թուլության, քնկոտության եւ հակառակն է լինում, երբ որ անոթները սեղմվում է եւ արյունը մածուցիկ է դառնում ավելի եւ ճնշումը դրա հետևանքով բարձրանում է։ Այդ իսկ պատճառով պետք է մենք անպայման ուշադիր լինենք այն մարդիկ, որոնք գտնվում են ռիսկային խմբում, այսինքն ունեն սիրտանոթային հիվանդություններ, պետք է անպայման իրենց ճնշման դեղերը պարտադիր խմեն, եթե տանից դուրս են գալիս, անպայման դուրս գան մինչև 11-ը կամ 5-ից հետո, 11-ից մինչև 5 ընկա ժամանակահատվածը պետք է դուրս չգան, որովհետև դրանք ռիսկային գոտիներ են ճնշման տատանումների համար։ Օգնեք մեզ կազմել ճամփորդական դեղատուփ, ինչ պետք է մեզ հետ վերցնել անպայման հանգստի մեկնելիս։ Հանգստի մեկնելի շատ կարևոր է, որ մենք ունենանք մեր առաջնային դեղատուփը, քանի որ ճամփորդությունների ժամանակ շատ տարածված են մեր սննդային թունավորումները, ռոտավիրուսները, այդ իսկ պատճառով պետք է մեր առաջնակի դեղատուփը ունենանք։ Դրանցից ամենակարևորները դրանք ռեգիտրոն լուծույթներն են, որոնք պահելու են մեր աղահիմնային բալանսը, այսինքն ռեգիտրոնը, որը պետք է բացել ջրի մեջ եւ խմել, որպեսզի աղային բալանսը կարգավորվի, որովհետև մենք լուծի, փոլուծության, քրտնարտադրության հետ կորցնում ենք հեղուկ, բնականաբար պետք է մենք վերականգնենք այդ բալանսը։ Այսինքն նշանակություն չունի, մենք ունենք այդ աղիքային վիրուսը թե ոչ։ Չէ, դա նշանակություն չունի, որովհետև եթե շոկ է, մենք կարող ենք ջրազրկվել, կարող ենք քրտնարտադրության հետևանքով կորցնել միկրոէլեմենտներ, բնականաբար, որը բերում է թուլության, որպեսզի մենք այդ բալանսը կարգավորենք, պետք է անպայման այդ փոշիները ունենանք, որպեսզի այո, կանխարգելիչ, անպայման պետք է ունենանք հակահիստամինային պրեպարատներ, հակաալերգիկ պրեպարատներ, որովհետև որպեսզի ալերգեններից, միջատի խայթոցներից զերծ մնանք, անպայման պետք է ունենանք ջերմիջեցնողներ, որովհետև մենք չգիտենք ինչի հետ կարող է հանդիպենք, շոկ եղանակին ջերմակարգավորման խախտումների հետ կարող է ունենանք ջերմություն, պարտադիր չի մենք ունենանք արևահարություն, այլ ջերմակարգավորման կենտրոնի հետ շոկի հետ կապված կարող են ջերմիջեցնող պրեպարատներ պետք լինի։ Երեխաների համար անպայման հեղուկներ պետք է շատ ունենանք եւ անպայման ճամփորդության ժամանակ պետք է ունենանք 3 պահպանենք 3 ոսկե կանոնը։ Դրանք ջուրն է, որը անպայման շշալցված պետք է լինի եռացրած, սառեցրած ջուրը, մրգերը անպայման այդ շշով պետք է լվանան, քանի որ որպեսզի վարակներից զերծ մնա, հիգիենայի կանոնները անպայման պետք է պահենք, քանի որ մենք ճամփորդության մեջ ենք, բնականաբար չենք կարողանում անընդհատ մեր ձեռքերը հիգիենայի կանոնները ռեալ պահպանենք։ Այդ իսկ պատճառով թացանձեռոցիկները չեն կարողանում պահպանել մեզ հակաբակտերիալ էֆեկտը ունենալ, դրա համար մեզ պետք է 60%-անոց սպիրտային հակասեպտիկ նյութերով ախտահանել եւ սննդակարգը, այսինքն երբ որ գտնվում ենք ճամփորդության մեջ, սնվենք թեթև, մրգեր, բանջարեղեններ լավ լվացած վիճակում, ծանր սնունդից զերծ մնանք, որպեսզի զերծ մնանք թունավորումներից։ Շնորհակալություն բժշկուհի օգտակար եւ կարեւոր խորհուրդների համար։
Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերքի համար։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, առողջության մասին կարևոր ինֆորմացիան բաց չթողնելու համար հետևեք մեզ նաև սոցիալական էջերով։ Մենք զրուցում էինք թերապևտ Ռոզաննա Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն Յասաման ռեստորանին ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Շնորհակալություն նաև Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Անվտանգ եւ հաճելի ամառ բոլորիս կհանդիպենք։